Ընթացներին արդեն տևական ժամանակ է Սամվել Կարապետյանը կալանավորված է։ Ապորենի աղբեր։ Նորից մեկ ամսով երկարաձգեցին։ Դա ապորենի գործերը։ Սամվել Կարապետյանը ամբողջ Հայաստանում մեկ, ամբողջ Ռուսաստանում մեկ, նա աղքատ մարդկանց կողքին է, ցավատանեմ, նա օգնել է միշտ աղքատներին։ Հիմա ձեր պահանջը ո՞րն է։ Մեր պահանջը ազատություն է, ազատություն է։ Որտեղից եք եկել, ինչ պահանջ եք ձևակերպում։ Մենք տաշերից ենք, խաղաղություն ենք ուզում, որ Կարապետյանին ազատեն, Սամվել Կարապետյան, ուրիշ ոչինչ բան։ Կարապետյանը մի դպրոց են գնացել, մի գյուղից դպրոց գնացել ենք իրար հետ, մենք իրան մանկուցել գիտենք, ով է ինչ։ Իշխանությունն ասում է, որ փորձել է խառնվել ներքին զարգացումներին, իշխանությունը դες բանը է։ Լոզունգը մարդկանց չի կարելի բռնել։ Բարերար մարդ է, ժողովրդին պեդանի մարդ է, խի եք բռնել նման մարդուն։ Պատճառն ինչն է, որ բռնել եք։ Կարակ ասեք։ Հիմնավոր պատճառ ունեք բռնելու համար։ Գնացեք խուլիգաներին բռնեք, հանցագործներին բռնեք, խի եք նման մարդկանց բռնել։ Նորից մեղադրանքը լրացվեց իբր հարկերից խուսափել։ Ինչ հար։ Այդպես բան գոյություն չունի։ ով Սամվել Կարապետյաններ ընտանիքն այդպես չի եղել։ Չի էլ լինի։ Նրանք միշտ մանկավարժներ ընտանիք են, դաստիարակել են ամբողջ ժողովրդին։ Մենք սաղ դրա հոր հասարակության համար պեդանի մարդիկ են։ Ամբողջ ովին սաղ աշխարհին ոչ մի վատ բան չունեն արած դրանք։ Խեք բռնել, կարակ ասեք։ Մի հատ ժուլիկ բանի մոմենտ։ Փաշինյանի մոմենտն է։ Մի հատ հանցագործելնի չեք բռնի։ Թողելու եք ամեն տեղ ամեն ինչ անի։ Նորմալ մարդկանց խեք բռնում։ Կարակ ասեք։ Հարց ես տալիս, ես էլ քեզ եմ հարց տալիս։ Հա, բխի։ Դե պահանջեք հենց արտարություն։ Մենք սաղս արտարության համար ենք հավաքվել ստե։ Հաջողություն։ Հավաքված քաղաքացիների պահանջը եւս մեկն է։ Ազատություն Սամվել Կարապետյանին, նրանք նրա կալանավորումը համարում են ապօրինի, շեշտելով, որ բարերար է, ով մշտապես կանգնած է եղել ժողովրդի կողքին։ Բարև ձեզ, ուղիղ եթերում եք, ինչպես կմեկնաբանեք այս գործընթացները, ազատություն եք պահանջում Սամվել Կարապետյանին։ Դրա համար եք հավաքվել ստեղ, որ ազատություն պարգևեք, ինքը այն մարդ չի, որ հիմա պիտի որ կալանավորված լինի։ Ծանոթ եք այն մեղադրանքին, որ առաջադրված է նրան։ Չէ, մեղադրանքին ծանոթ չեմ, ես Ղարաբաղից եմ, այս բաներից ժողված տղայի հայրում զինծառայողը։ Ինքը ամենտեղ բարեկարգություն արավ Սամվել Կարապետյանը։ Ստեփանակերտուս այն հիվանդանոցումն վիրահատել, որ իգնա կարոչել է հիվանդանոցը, դա ամեն մարդ դες բաներ անում։ Խե իր չափ հարուստ մարդ կան, բայց այդ ձևի գործողություններ չեն անում։ Փակ պահում են իրենց, բայց ինքը ամեն ինչ արել է տարբեր տեղեր եւ այդ անելով էլ հայրենասիրությունն էլ աշատացել։ Մարդիկ ձգտել են, որ ամեն մարդ անպայման չի, որ պիտի կրվի, ամեն իրան բանով պիտի հայ ազգին օգնի, իգնել օգնում է, ցանկացել է օգնել, բայց այնա երևում է, հիմա այդպիսի մարդկանց են բռնում, հայրենասեր մարդկանց են բռնում։ Դուք եկել եք իաջակցություն։ Իաջակցություն, իմեն իաջակցություն Սամվել Կարապետյանին, ասում չում եմ մնացածը բան եմ, բայց Սամվել Կարապետյանը իմեն նույն Սամվել Կարապետյանի համար եմ եկել։ Շատ միտինգներ բան ա եղել, ես իմացել եմ, որ բայց հիմա սրտանց եկել եմ, որ ում ձեր կա դարը, ես կարամ ասեմ, խնդրում նրանց, որ իրան պիտի որ բաց թողնեն։ Ինքը արժանի չի, ճիշտ շատ մարդ տարապում չի, բայց դա տարապում է, լիսել եմ ստից տեղը ինձել են մի քանի 15 օրով, 20 օրով եղել է, պահել են, բայց մինչ որ եթե իմանում ես, որ մեղավոր է, այդ օրերը անցնում է, բայց որ դու իմանում ես, որ մեղավոր չի, քեզ ձեր փակալում են, դա
իրան ավելի վատ է ազդում։ Ցանկանանք որ բաց չունենք։ Շնորհակալություն։ Հարգելի հետևորդներ, նաև դուք տեսնում եք, որ այստեղ կալանավորված սրբազանների լուսանկարներով պաստառներ են։ Հիշեցնեմ, որ հանրահավաքը, որ այսօր տեղի կունենա, ի աջակցություն Սամվել Կարապետյանի է եւ կալանավորված հոգևորականների հանրահավաքին հաջորդելու է երթ դեպի ազգային անվտանգության ծառայության շենք, որի մեկուսարանում է գտնվում գործարար Սամվել Կարապետյանը։ Արդեն ես հայտնել էի, որ այստեղ են մեր ձևով շարժման անդամները համակարգող խմբի